Պատասխանում հարցերին, ինչպես սկսեցիք ստեղծել ձեռագործ խաղալիքներ։ Այս հարցին կարիմ շատ երկար ու մանրամասն պատասխանիմ, առանձին հոլովակ ապսասետին կնկարիմ, բայց այս պահին այսին կարևոր են կետերը, վերևետ ինձ ստիպալա ես ստեղծիմ այս բիզնեսը, ձեռագործ խաղալիքների արտադրությունը, դա առաջինը եկալա մանկությունից, վեր ես կուճիր վախտս իմ խաղալիքներից, տիկնիկներից հետի շյուրերը մնա կարելիս, գործելիս ու մեկ էլ սպասումից, ես երկար տարիներ սպասալում իմ երազանքներից աշխատանքին, ծննդատանը, բայց մի նոր որոշալում վերսիո ես սպասում չում վեշ մի պենի ինքս ինչ-որ պեն ստեղծում ու հենց այդ նույն ամեսը ես ընդունվում աշխատանքի, բայց արդեն համատեղել այս բիզնեսին հետ։ Որն է ձեր առաջին ստեղծած տիկնիկը, պահում եք դեռ։ Առաջին խաղալիքներս ցավոք Արցախում մնացալ կրեցալ չում ինձ հետ յորոնին, բայց հույս եմ պահում վեր մե հետ ինձ երկ ստանգնելու խաղալիքնես։ Ինչից եք ամենաշատը վախենում, երբ պատվեր եք պատրաստում չհասցնելուց։ Այն ամենամոտ վախսա, տագնապստա վերս կարող հանկարծ հասցնի վեճ ինչ-որ պատվեր ավարտին իմ ասած ժամանակում, բայց հալամտի խնդիր իլաչ չի, միշտ հանց պայմանավորվում ու վեր հսցնում։ Ինչքան ժամանակ է տևում մեկ խաղալիքի պատրաստումը։ Հիմնականում 3-ից 4 օր, բայց արդեն ավելի արագում աշխատում ու փորձում միշտ արկա, եթե ոչ արկա, թեկուզ աշխատանքի կեսը ինի, վեր ես կարիմ շուտ ավարտիմ ու ժամանակին հասցնիմ պատվիրատուից։ Եղել է պատվեր, որը ձեզ շատ է հուսել, միշտ մին պատվերա ինձ որպես խուզական պատվեր, դա իլալա 2020 թվականի պատերազմից հետո վեր ինձ բուժքույրը զանգատվալ, ասալ վեր իրան խաղալիքը, տիկնիկը կուրցրալա, ես այն ժամանակ բժշկական տիկնիկներ էլ միլալ կրելիս կուրցրալա ու օզմանոյից իրան աշխատասենյակում այդ խաղալիքը ինի, դա ինձ էդի ամենածանր աշխատանքն այլալ ու տևալա ամիսներ, այն դեպքում վերտակրեի մի քանի օր ունեի, բայց ամիսներ ատևալ, որովհետև ես հետ պատերազմյան շրջանում պրոստը գրեցալ չմոտանամ մաշինքիս, ինչ որ գործ անիմ, ես գյացամ թել կյանքում ըննանչում այդ գործը, բայց այդ պատվերն է ինձ ստիպալ, վեր ես նորից սկսիմ այդ գործը։ Մի հատ էլ էս մի քանի ամիս առաջ, էլի մի հատ պատվեր այլալ վեր մի քիչ վսվալում ու ավելի շատ ուրախությունից, վեր խաղալիքը պատվերալն այն խոխին հետի ու վեր ծնվալա 11 տարվա սպասումից հետո արհեստական բեղմնավորմամբ շատ ուրախացալում այդ խոխան երկար սպասված ծնվալա։ Կարող են մարդիկ պատվիրել հատուկ տիկնիկ իրենց երեխայի նմանությամբ, հատուկ դեմքի նմանությամբ տիկնիկ պատրաստում չում, հիմնականում արկատեսականուց, բայց կարեի խաղալիքին ասեղնագործվե ձեր փոքրիկի անունը, թեկուզ ինչ-որ շորերի գույներ, բայց ոչ ամբողջությամբ նմանությամբ։ Եթե օնիկ հարցեր կարիք մեկնաբանությունում տիրիք, հաջորդ հոլովակում կպատասխանիմ ձեր հարցերի։ Դեմի պակա արեցիք։